Դուստրերը եկել են Երևանից հեռավոր մարզերից բարեկամները դեռ ճանապարհին են։ Ոչ ոք չի հավատում, որ կյանքից հեռացել է ուրախ ու կենսախինդ մի մարդ։ Գյուղի գլխավոր շլուղչին, ինչպես անվանում էին 85-ամյա Հմայակ Պապին։ Շատ բարի էր։ Թեկուզ իր թշնամին, որ մտնում էր ներս, իր համար այդ մարդը ոնց որ իր, ոնց ասեմ, հարազատ մարդը։ Ընդունում էր այն ձևի, ոնց որ իր երեխային էր ընդունելու։ Ինքը բոլորին հասնում էր։ Անհնարինը ինքը հնարավոր էր դարձնում։ Հմայակը սպանվել է ընտրատեղամասից վերադառնալիս դպրոցի ու մանկապարտեզի բակում։ Սպանության արյունոտ հետքերը դեռ ճանապարհին են, դեպքը ցնցել է գյուղին։ Մարդիկ չեն հավատում, որ անչափահասը կարող էր կյանքից զրկել ծերունուն։ Մանկապարտեզի դայակ Աննա Մկրտչյանը հիշում է. տանն էր, երբ ժամը 2-ի մոտ անսպասելի պայթյուն լսեց։ Տանից դուրս եկանք, արդեն ընտրության բազմությունը արդեն այստեղ էր հավաքված, այդ պապիկը այստեղ արդեն ընկած, ասեցին, որ ինքն իրեն է սպանել, այդպես է կարծիքը, որտեղ չեն տեսնում ինչից է։ Դիտավորյալություն չի եղել։ Ժողովուրդը թմինետյան։ Մենք ասենք երևի ավարտել են էլի իրանց գործը, այդքան բան։ Հետո ոնց բարձվա։ Հետո էլ չգիտեմ, ասին մեծ մարդ է ընկետ է մեռել։ Կանխամտածված սպանությանը չի հավատում նաև Ջանֆիդայի ընտրված գյուղապետը։ Գյուղին ծառայելուց բացի խոստանում է, սա իր պաշտոնավարման միակ դժբախտ դեպքն է լինելու։ Սպանությունը ընտրական հողի վրա չի եղել վստահենա։ Մրցակցությունը թեժ չի եղել, որ արյուն հեղվեր։ Հաղթել է համոզիչ, հավաքել է 385 ձայն ավելի, քան մյուս թեկնածում։ Ցավակցել եմ ես զոհվածի ընտանիքներին, մեր բոլորի կողմից, համայնքի կողմից, դժբախտ դեպք է, ցավալի է, օրգանները այդ հարցը կլուծեն։ Գյուղը Պապին հրաժեշտ է տալիս ցավով, նրան կհիշեն որպես ուրախ մարդու, որի կատակները շատերին են մոռացնել տվել օրվա հոգսը։ Արսեն Դումանյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։